Նամաստե։ Յոգա նիդրայի այս սեանսը անհանգստությունը և դեպրեսիան թեթևացնելու համար է։ Գտեք հարմարավետ պառկած դիրք մեջքի վրա, ձեռքերը կողքերին, ափերը դեպի վեր։ Մեղմորեն փակեք աչքերը և խորը շունչ քաշեք քթով, ապա ամբողջությամբ արտաշնչեք բերանով։ Եկեք գիտակցությունը բերենք մարմնին։ Զգացեք ձեր տակ գտնվող գետնի աջակցությունը։ Մի պահ սկանավորեք ձեր մարմինը ոտքից գլուխ, նկատելով լարվածության կամ անհարմարավետության ցանկացած զգացում։ Յուրաքանչյուր արտաշնչումով թույլ տվեք, որ այս հատվածները փափկեն և թուլանան։ Զգացեք, թե ինչպես է մարմինը յուրաքանչյուր արտաշնչումով խորանում հանգստի վիճակի մեջ։ Այժմ այս յոգա նիդրայի համար դրական մտադրություն կամ սանկալպա սահմանեք։ Դա կարող է լինել պարզ նախադասություն, ինչպիսին է «Ես հանգիստ եմ և խաղաղ» կամ «Ես ազատ եմ անհանգստությունից և դեպրեսիայից»։ «Ես հանգիստ եմ և խաղաղ», «Ես ազատ եմ անհանգստությունից և դեպրեսիայից»։ Կրկնեք այս մտադրությունը լուռ ինքներդ ձեզ համար 3 անգամ, համոզմունքով և հավատով։ Իսկ հիմա ձեր ուշադրությունը կենտրոնացրեք շնչառության վրա։ Հետևեք շնչառության բնական ռիթմին, չփորձելով փոխել այն։ Յուրաքանչյուր ներշնչումով պատկերացրեք, թե ինչպես եք շնչում հանգստություն և դրական էներգիա։ Եվ ամեն անգամ արտաշնչելիս պատկերացրեք, թե ինչպես եք ազատվում լարվածությունից ու բացասական էներգիայից։ Ներշնչում ենք դրական էներգիա, հանգստություն և արտաշնչում լարվածություն կամ բացասական էներգիա։ Այժմ մենք ուշադրությունը կկենտրոնացնենք մարմնի տարբեր մասերի վրա։ Երբ ես նշում եմ յուրաքանչյուր մաս, տեղափոխեք ձեր գիտակցությունը դեպի այդ հատված, արթնացնելով հանգստության և ջերմության զգացում։ Եվ այսպես կենտրոնացեք ձեր աջ ձեռքի վրա։ Զգացեք աջ ութ մատը, ցուցամատը, միջնամատը, մատնեմատը և փոքր մատը։ Հանգստացրեք ձեր ամբողջ աջ ձեռքը։ Իսկ հիմա գիտակցությունը տեղափոխեք ձեր ձախ ձեռքի վրա։ Զգացեք ձախ ութ մատը, ցուցամատը, միջնամատը, մատնեմատը և ճկույթը։ Հանգստացրեք ձեր ամբողջ ձախ ձեռքը։ Այժմ ուշադրությունը դարձրեք ձեր աջ ոտքին։ Զգացեք աջ ոտնաթաթի մեծ մատը, երկրորդ մատը, երրորդ մատը, չորրորդ մատը և հինգերորդ մատը։
Հանգստացրեք ամբողջ աջ ոտքը։ Իսկ հիմա գիտակցությունը տեղափոխեք դեպի ձախ ոտք։ Զգացեք ձեր ձախ ոտնաթաթի բութ մատը, երկրորդ մատը, երրորդ մատը, չորրորդ մատը և հինգերորդ մատը։ Հանգստացրեք ձեր ամբողջ ձախ ոտքը։ Իսկ հիմա խորը շունչ քաշեք և բացեք ձեր երևակայության դռները։ Պատկերացրեք ձեզ մի որևէ հանգիստ վայրում։ Դա կարող է լինել գեղեցիկ այգի, խաղաղ լողափ կամ անտառ։ Պատկերացրեք շրջապատը վառ դետալներով, գույները, ձայները և մեղմ զեփյուռը։ Թույլ տվեք ձեզ լիովին ապահով և անհանգիստ զգալ այս տարածքում։ Այժմ նրբորեն ձեր գիտակցությունը բերեք ցանկացած հույզի վրա, որ առաջանում է։ Ուշադրություն դարձրեք արդյոք առկա է անհանգստության կամ տխրության զգացում։ Առանց դատելու պարզապես դիտեք այդ զգացմունքը կամ զգացմունքները, որպես անցողիկ ամպեր ձեր մտքի երկնքում։ Իմացեք, որ նրանք հեռու են, իսկ դուք շատ ապահով այս պահին։ Իսկ հիմա մտաբերեք ինչ-որ բան կամ մեկին, ում համար շնորհակալ եք։ Դա կարող է լինել անձ, վայր կամ ձեր կյանքի որևէ պարզ իրողություն։ Ապրեք լիակատար երախտագիտության զգացում, որը լցվում է ձեր սիրտը և տարածվում ողջ էությամբ։ Թույլ տվեք, որ երախտագիտության այս զգացումը բարձրացնի և սնուցի ձեզ, դարձնելով ավելի շնորհակալ և երջանիկ։ Եվ հիմա մոտենալով այս յոգա նիդրայի ավարտին, աստիճանաբար ձեր գիտակցությունը վերադարձրեք ֆիզիկական մարմնին, որը պառկած է գետնին։ Եվս մեկ անգամ զգացեք ձեր շունչը։ Նրբորեն շարժեք ձեռքերի և ոտքերի մատները։ Ամբողջ մարմնով թեքվեք աջ կողմի վրա։ Իսկ հիմա մեղմորեն ձախ ձեռքը հատակին սեղմած եկեք նստած դիրքի։ Երբ պատրաստ լինեք դանդաղ, բացեք աչքերը։ Եվս մեկ անգամ խորը շունչ քաշեք, ապա դանդաղ արտաշնչեք։ Կարող եք անցնել ձեր օրվան կամ գիշերվան, նորացված հարմարավետության և բարեկեցության զգացումով։ Հուսով եմ, որ այս յոգա նիդրան օգնեց ձեզ թեթևացնել անհանգստությունն ու սթրեսը, բերելով խաղաղություն և հանգստություն։ Նամաստե և մինչ նոր հանդիպում։